Ողջույն աղջիկներս, բարի գալուս նոր վլոգ, անչափ ուրախ եմ ձեզ տեսնել մեր մեծ ընտանիքում, շնորհակալ եմ ձեր հավանությունների եւ մեկնաբանությունների համար։ Այս պայծը սկսում ենք մեր վլոգը, գնացել ենք խանութ, գնումներ եմ կատարել, որոշեցի մազերս ներկել եւ ինչն էր պատճառը, որ գնացինք խանութ, Էլինան կանֆետ էր ուզում, Էլինայի հետ գնացինք խանութ, ընթացքում են ինձ համար գնումներ կատարեցի։ Երեխաների համար եւ մեզ համար վերցրել եմ ադամի մածուկներ, ինձ համար մազիներկ։ Մազիներկը կարող եք այսպես սկրինշոտ անել, որպեսզի հետո ինձնից չհարցնեք Աննա ջան ինչ ներկես ներկում, որովհետեւ ներկելուց հետո տուփը դեն եմ գցում։ Իսկ ներկերը ես հատուկ մեկ գույնով չեմ ներկում, խանութ եմ գնում, որ ներկի գույնը ինձ կանչում է, այդ ներկներն ընտրում եմ աղջիկներս։ Աղջիկներս, բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Մենք գտնվում ենք վլոգասենյակում, այսպես սկզբից եւ այսօր նոր տեսք ենք ստանալու, նոր պրիչոս կա, մազերս պետք է կտրեմ, ապա կորկրահեվից պետք է կտրեմ, բավականին այսպես երկարել է գույնը, ուզում եմ ամբողջովին փոխել, տեքնետ էլ գիտեք, ես ամսով կշերքեմ ու անդադ տատանվում եմ ու շատ փոփոխական Կարող այսօր ինչ-որ գույն ներկեմ, մի քանի ամիս հետո լրիվ ուրիշ գույն ցանկանամ ներկեմ ու ներկում եմ, բայց այս անգամ այսպես չգիտեմ ինչի ելի նորից ինձ սևը կանչեց իր մոտ, նայեք ինչքան է երկար է, այնպես որ մի հատ լավ թարմանում ենք այսօր, դրսի գործերի մասին մոռանում եմ, ու չեմ մոռանա, բայց առավոտ շուտ զբաղվում եմ ինքս ինձնով, տեսնենք ինչ տեսք ենք ստանում, հուսամ այս սևը լավ կփայլի, հայ Էլինա, ես բարև ձեզ, հիմա մամային տենում այսպես, կես ժամ հետո կտենա լերին ուրիշ սև, չէ? Հո, այսքան կտրեմ, թե ոնց կտրեմ, հետև եմ մտածում, դե ինչի, ներկա արդեն բացել եմ, լավ խառնում ենք, բաժանում ենք մազերը երկու մասի, մի կոմը հավասար ներկում ենք, հետո անցնում ենք հաջորդ կոմին, որպեսզի բոլոր հատվածները պարտադիր ներկվեն։ Պոչիկ ենք կապում, բայց չէ, նայեք, ու մազերից է մաման կապում, պոչիկ, դառնում ենք 18 տարեկան։ Դպրոց ենք գնում, դպրոցի ճամփան, մի խոսքով աղջիկներս ներկեմ ու նորից կվերադառնամ, աղջիկներս, դադադադամ, արդեն պատրաստ եմ մազերս, ներկեցի, վնեցի, չորացրել եմ կարելի ասել, տենց լավ չեմ վենել, չեմ ուզում շատ մազերս վնասվի, Որոշեցի, որ չկտրեմ, որովհետև դեռ այդպես ճյուղավորված ոչ մի բան չկա, դեռ ինքը շատ առողջ է, ճիշտ է, մի թեթև ուզում է, որ վրայից մի փոքր կտրեմ, բայց դեռ ձեռք չեմ տալիս, սպասում եմ մի հատ այսպես այստեղ վարսավիր գտնեմ, որ ձեռքը թեթև լինի ու սիրուն լինի փոքր այսպես շերտեր տա, հա, ու վերջ, ես ինքս չեմ ուզում կտրեմ, չեմ ուզում մազերս վնասել, ներկելը շատ լավ է մոտը ստացվում, բայց կտրելը այնպես չեմ կտրում, ինչպես որ վարսավիրները, այնպես կարելի ասել։ Ինչ աղջիկներս, ես էլ էսպես, հուսանք էլ գույնը չեմ փոխի, ու մտքեր ա գալի, ու մի անգամից իրագործում եմ, ես այդ սեր եմ տեսակով, ինչ անում, համ սև եմ ուզում, հետո մի քանի վաղ, հետո ինչ-որ ուրիշ գույն եմ ուզում ու էլի ներկում եմ, բայց հուսանք այս անգամ էլ այդ տեսակ մտքեր չի գա, ու այսպես էլ կմնա։ Հիմա գնանք սուրճ խմենք, երեխաներին քնացնեմ, արդեն 12-ն ու տեսնենք ինչ ենք անում, աղջիկներս դրսում անձրևային եղանակ եմ, երեխաներից քնացրել եմ, այսինքն Արսենին պարկասել եմ, որ քնի, Էլինաս արդեն քնած է և սուրճ ենք խմում, ես ու Աննան է Սաֆիան արթնացավ, գնաց քնացնի կա։
Ամբար նախորդել մի հատ կոնֆիտ վերցնեմ։ Am ընթացքում ձեր հարցերին կպատասխանեմ, կարդամ ձեր մեկնաբանությունները, երկար ժամանակ է ձեր մեկնաբանությունները չեմ ընթերցում, այսպես, հա։ Այսինքն չեմ կարդում բարձրաձայն, ես ինքս կարդում եմ, ուրախանում եմ, շատ հարցեր եք տվել, շատ, որ հարցերը որ շատ է տրված, կանդրադառնամ այդ հարցերին, իսկ գեղեցիկ մեկնաբանությունների համար շատ շնորհակալ եմ ձեզ։ Զգում եմ ձեր էներգիան, զգում եմ ձեր ամեն մի գրած բառի իմաստը, թե լավ, թե վատ, ամեն մեկնաբանություն կարդալուց ես զգում եմ հեռախոսից այն կողմ ով անստած ով է գրում, հավատացեք դա այդպես է, արդեն քանի տարի այսպես աշխատում եմ, հա, կամերայի հետ, մոտավորապես կլինի, այսպես շուտով Արսենս դառնում է 5 տարեկան, որ նոր է սկսել բլոգերությունը, նկարահանելը, սկսված պատերազմը, այդպես դադար տվեցի 1 տարի, նորից շարունակեցի ու արդեն 5 տարի կարելի ասել, այսպես մաքուր աշխատում եմ կամերայի հետ, ձեր հետ, ընթերցելով ձեր մեկնաբանությունները, ձեր տեսնում եմ հավանությունները, ինչ ակտիվ եք, որ բացակայում եմ երկրորդ տեսալովակ չեմ գցում, արդեն գալիս եք գրում եք Աննա ջան ուր ես կարոտել ենք, հավատացեք ես էլ ձեզ եմ կարոտում ու առանց ձեզ օրս օր չի։ Ես ճիշտ արթնանում եմ կարող այդ օրը վլոգ չնկարահանեմ, բայց ամբողջ օրը ձեր մասին եմ մտածում, որ էջս այդ օրը դատար կա, վլոգ չկա, աղջիկեքս ինչ են անում, աղջիկեքս ուր են։ Մի խոսքով անցնում ենք մեկնաբանություններին, որ մեկնաբանությունից սկսեմ, որ տեսահոլովակից կարդամ, ամենավերջի կարծեմ, սպասեք, ամենավերջի տեսահոլովակից սկսենք։ Ամենավերջինը, դա արդեն շուտով այդ ալիքում դառնում ենք 5000, ես մեծ ալիքիս հետ այստեղ գիտեք սանկցիաների տակ ենք, մանիվիզացիան չակտիվացնելու պատճառով անդադ նամակներ ա գալիս, որ կարող է էջը փակվի, այստեղ մի փոքր ներկա եղել, լավ չի մաքրվել, բայց մի քանի անգամ լվանալուց հետո կմաքրվի, ուշադրություն չդարձնեք։ Շատ եք հարցնում Աննա ջան, խոտի դեղի անունը կասեք, թե ոչ։ Սկրին արեք երեխեք, տեսեք ձեր մոտ կա թե չկա, նայեք, այստեղ գրած է 3-ից 5 տարի, դուք սկրին արեք, որպեսզի քննրեք, սա է գրած։ Մի 3 հատ է պետք է առնեմ, որ այս բակը հողամասում տեղեր կա, որ պետք է սրսկեմ, որտեղ որ ինձ ընդհանրապես պետք չեմ օգտագործելու, այդպես խոդուս չգա։ Անցնում ենք հաջորդ հարցին։ Հենց սկզբից այսպես կարդալով գնում ենք, սպասեք։ Այսպես մեկնաբանությունները։ Աննա ջան, Աննանք արդեն առանձին են մնում, դեռ ոչ, ուրախությունով լինի անս, ապրեք, Աննա ջան սիրոպ չի ռասոլա, շնորհակալություն, որ ուղում եք, Անջան շատ լավն եք, հարսկեսուր դա հարգանք ոսկել, ապրեք դուք լավ ես հարգում եք, դա գալիս է ձեր դաստիարակությունից, ես լավ, որ շնորհակալ եմ լինեք ջան, ապրեք շատ, անուններն է կարդամ, չէ, Ռուզաննա ջան, Լուսնե ջան, Մարինե ջան, վերջում ձեր անունը գրեք, որ ձեր անունով դիմում եմ, Աստղ ջան, Անահիտ ջան, Հրանուշ ջան, ապրեք շատ, Աննա ջան, օրինակ դու որտեղ կուզեիր ապրել Հայաստանում, թե ձեր մոտ, թե գիտեմ Հայաստանը քո բնօրանն է, քեզ հարազատ է, ուղղակի ապրելու բահով եմ ասում, իսկ Սոֆյան ապագա գեղեցիկ է լինելու, միանշանակ, ապրեք շատ, Անահիտ ջան, ինձ որ հարցնում եմ, որտեղ կցանկանայիր ապրես Ռուսաստանում, թե Հայաստանում, ես բնականաբար ասում եմ Հայաստանում, որքան էլ որ ինձ համար դժվար լինի Հայաստանում ապրելը, բայց ինձ համար իմ հողը, օդը, ջուրը լրիվ ուրիշ է, այստեղ լրիվ դու ուրիշ ես, իսկ Հայաստանում լրիվ դու ես այնտեղ, այնպես որ ես կնախընտրեի ապրել Հայաստանում, բայց հիմա ապրում ենք Ռուսաստանում, կարող է մի գեղեցիկ օր գա, որ վերադառնանք Հայաստան, Հայաստանում միանշանակ, հաջորդը,
Աննա ջան, ապրի մամա, որ քեզ ճիշտ է դաստիարակել, այո մամա ասել ընտանիքում եւ ջերմություն է եւ հեշտացնում է հարս կեսուր շփում է ամուսնու հանդեպ հարգանքը։ Ես ինչ լավ նստելու օգնում է Էլինան, բա Սոֆիան թութու ինչ լավ մեծացել է, Աստված պահի, ապրես Սուսան ջան, Աննա ինչ ձեռքիցդ գալիս է առողջ Ամեն ինչ ձեռքիցդ գալիս է, առողջերն շատ հոգնում է, որ մեր հետ էլ չի զրուցում ջանիկս։ Հոգնելը հոգնում է, բայց հենց վերադառնա անպայման ձեր հետ կզրուցեմ։ Իսկ ես ուրս սիրում է շփվել, հատկապես իր հասակակիցների հետ։ Արմինե ջան։ Կանիրեք։ Վլոգ եմ նկարում հնայ։ Աղջիկներս հետ համ կոֆե եմ խմում, համ է վլոգ եմ նկարում։ Խոսա, ասես չես հանգարում։ Աղջիկներս այստեղ Աննան կարկանդակները կարտոֆիլով պատրաստում։ Խմորները արդեն հասունացել են, թթվել են։ Այստեղ կարտոֆիլն է, այստեղ կարկանդակներն է։ Նոր սկսել անել։ Այս մեկը ասում Աննա ջան կեր։ Սպասեք ուտենք։ Շատ համովայղ եմ։ Ուտեք, մենց մտիր ատխել։ Ուտենք մի քիչ ջանիկ ենք։ Ինձ Հայաստան եմ գնում։ Սաղ ասում են ես խես մի հար, ընդեղ սաղ թմբլիկ գդլիկ, ես մի հար։ Հետո Ռուբինան ասում եմ կամերայով բոյով ես, բայց տենց բոյով չես, հիմնական մի շատ բոյով եմ պատկերացնում, բայց ես տենց բոյով չեմ, նորմալ բոյ ունեմ, մետր 65 եմ, նու, մետր 60-65, քաշոս է պետք է ամենաշատը լինի 65 կիլոգրամ, բայց 60-61 կլինեմ հիմա։ Ինչ եմ էլ ուզում թմբլիկանամ, մենակ դեմքս մի փոքր լծվի, իմ դեմքը չի լծվում, ես իմ ինչ պետք է տենց չողանամ, որ դեմքս է մի փոքր մսոտի։ Հայաստան եմ եղել, եկրես 3 հատ ғազա առել, հիմա տանում ձեզ ғազերին ծանոթացնեմ, լղազերին չեք տեսեմ, հավերին տեղափոխել ենք արդեն մեծ հավերի մոտ, իսկ ғազերը գնացել են հավերի բուն, հիմա մի փոքր ғազերը մեծանան, իրանց ուրիշ բուն եմ տանելու, որտեղ թազա նոր ճուտիկներ բերեմ, մի հատ ինկուբատոր եմ ուզում առնեմ, նոր ճուտիկներ զարգացնեմ։ Ինչը։ Որովհետև տեր չեն լինում։ Այդքան թուղթ նստեցին, այդքան ձու դրեցին, 40-50 հատ ձույն դրեց տարբեր բադերի, հավերի տակ, մի հատ իչ ճուտիկ ինչա դուրս չի եկել, սա չացած ա եղել։ Այդն ասում մեր բախտը չի բերում ճուտիկների հարցում։ Նու ավելի լավ պատրաստի առնես։ Երկալիցուն ռուբլի է մի հատկը։ Նու խոշոր էլի։ Ուտեմ նոր խոսամ, բարվելով եմ խոսում։ Որ հաց եմ ուտեմ, որ քուրս ասում անենց ախորժակով ես ուտեմ մարդու ուտել ագա, հիմա որ նայ ախորժակը կբացվի, չէ հազիս։ Համեցեք երեխեք չան, վերցրեք և համ տեսեք։ Հանտիր է եղել է, հնանայք։ Չիտը պազացնես։ Ես պազացնեմ Աննա ջան, ահա։ Մի հատ կնոպկա չկա, որ կարանա սխմես, կնաս ու չետված։
Մեզանից հետո այդ ծրագիրն է դուրս կգա։ Չերեսեռախոս տելևիզոր հյուր կգնան կգան։ Աբաբոտները կսկսեն աշխատել։ Հաց ես պխում։ Էլ ինչ հարցեր կար երեխեք ուզում եմ հիշեմ էլի տեսալովակով մեկնաբանություններ են լիքը գրել հարցեր։ Ինքան հարցեր կա։ Ուզում եմ հիշեմ հերթով, որ բոլոր այդ հարցերին է պատասխանեմ։ Ինչու երեխաներին չթողեցի Հայաստանում։ Արդեն մենք պլանավորել էինք, որ գնանք, պետք է երեխեքին թողնենք, Արսենին ու Էրիկին, հետ գանք։ Հետո արդեն սկսվում է այս աշխատանքային փուլը, շուտով աշխատանքները Հայաստանում պետք է բացվեն, այստեղ նույնպես չեն կարող երեխաներին թողնել, հետո նորից մի ամիս հետո կամ մի երկու շաբաթ հետո նորից գնանք հետ բերենք։ Քանի որ այստեղ Գյորգի աշխատանքները բացվեց, ինքը անդադ աշխատանքի է լինելու, էլ չեն կարող օր վերցնել, գնանք, այդ իսկ պատճառով որոշեցինք, որ երեխաներին չթողնենք, մեր հետ բերենք, որ էլ մի ամիս հետո կամ երկու ամիս հետո նորից չգնանք Հայաստան գանք երեխեքին բերելու նպատակով։ Այդ իսկ պատճառով որոշեցինք, որ երեխեքին մեր հետ բերենք, որ թողնենք շատ լավ կլներ, համհայերենը շատ լավ կսկսեին խոսել, էլի լավ են խոսում, բայց Հայաստանում ավելի լավ երեխեք հետ խաղում են, բազբզում են, շփվում են, Հայաստանում լրիվ ուրիշ է, այստեղ լրիվ ուրիշ է։ Երեք մի քանի հատ այսպես խաղողի տերև հավաքեցի, մտածեցի կարկուտ կա կջարդի, ինչ կար այսպես հավաքել եմ։ Եղանակը չթողեց, այն մի փոքր հատվածն եմ մաքրեմ, բայց հենց արդեն եղանակները բացվի, մնում է այս հատվածը, խոտերը քաղեմ ու վերջ։ Այն կոմերը ամբողջը մաքրել եմ, սիրունացրել։ Սիրտս կանգնում է, որ ինչ-որ անկյունում խոտա դուրս եկած լինում։ Եկեք գնամ այն կոմն է ձեզ ցույց տամ, տեսեք ինչ գործ եմ արել։ Այստեղ է պետքա մաքրվի, այդտեղից պետքա բերեմ, այստեղ սրսկեմ։ Նայեք, տեղից սկսել եմ մաքրելը։ Նայում եք, այս խոտերը պետքա հեռացվի, այսպես։ Այստեղ էլ եմ մաքրել, էլի պետքա այստեղ էլ տեղ սրսկեմ, որովհետև այստեղ օգտագործելու ենթակա չի։ Այստեղ սենց սիրուն հավաքել եմ խոտերը։ Այս մեր ղազերն է։ Երկուս աղջիկ են, մեկը տղա, թե երկուսը տղա են, մեկը աղջիկ, չեմ հիշում, սկեսուրս ասեց։ Լնդենայք։ Կատնուկ են ուտում։ Այս պետք է աստեղից հեռացվի։ Բայց անտրև եկավ ու այսպես չթողեց գործ անում։ Չեմ կարող են կոմ գնալ, այն օրը աստեղ սկեսուրս վեր ընգավ։ Եկա տեսա աստեղ անգացել, տեսնեմ վարունգ կա թե ոչ։ Աստեղ ընկույզի ծառի տակ աղջիկներս վարունգ էի դրել։ Հիմա պետքա հեռացվի։ Մի փոքր հող այսպես չորանա, տանեմ այն կոմ պետքա տանեմ, այնտեղ դնեմ։ Համեմն է, այստեղ դդում է, անցած տարի էլ դրեցինք, չեղավ դդում։ Երկարում է ուղղակի, չգիտեմ կծաղկի թե ոչ։ Տեսնենք վարունգ չկա։ Ծաղկած է, բայց դեռ նայեք։ Արդեն սկսում է։ Շուտով փակոց կանենք միասին։ Լնայք ոնց է ջարդե տերևները։ Դուք ստեղ տեսեք։ Եղանակ է, էլի չես կար ասես մի ժամ հետո ինչ կլինի։ Այն կոմը նայում եք, սենց քախանելով իջել եմ, որ կարտոֆիլը բացվի։ Այստեղ մի հատ մեծ վարունգ եմ տեսել։
Չէ, վարունգ չէր, ծալած էր, ես մտածի վարունգը։ Չէ, տերևն է։ Այդպես, քանի ես էլ այստեղ չեմ ընկել, այստեղից գնացինք։ Լոբին էլ արդեն եղել աղջիկներս։ Բազուկն է ջարդվեց։ Տերևները լավ, քրքրել է։ Հələ տեսեք։ Ես էլ մեր դրախտային հողամասը։ Միևնույնն է, ես շատ եմ սիրում թեկուզ ջարդված։ Ինչ անենք, նորից կվերականգնվի, ոչ մի խնդիր չկա։ Ես չեմ սիրում նվնվալ։ Ինչը տված է, որ պետքա լինի, դա պետքա լինի։ Անկախ նրանից դու ուզում ես դա, թե ոչ։ Եթե տված էր, որ պետքա այդ օրը կարկուտ գար ու ջարդեր, ուրեմն պետքա գար ու ջարդեր, ինչ պետքա անենք, ոչ մի բան։ Ոնց կարելի է չգժվել այս տեսարանի համար։ Հələ նայեք։ Սմբուկներն է, լոլիկները, այս լոլիկներն է պետքա, այս մենց տերևները կտրեմ, եկեք տանեմ լոլիկ ցույց տամ, բայց դեռ չի կարմրել, տակ են երկար տերևները կտրել եմ, ահա տեսեք, որ ինքը ուժը տա բերքին, անցած տարվա ծիրանի ծառը հիշում եք, ինչքան ծիրան կար վրան, իսկ այս տարի ծառը ջարդվեց, կեսն էլ էսպես կտրեց կցեց Գյորգին ու էլ ծիրան չկա։ Բա երեխեք խաղողը թե սխալ էտեցինք, թե ինչ արեցինք, նայում եք խաղող չկա։ Բայց անցած տարի ճոխ էր խաղողը։ Նոր տերևներ ա դուրս եկել։ Կարևորը դուրս եկավ, չչորացավ։ Տեսեք։ Հիմա պետք է ասենց լիքը լիներ, փակ լիներ, բայց էդ էլ չկա։ Ահա, խոզերը քնած են։ Տեսնեմ հավերն ինչ են անում։ Վայ։ Ուտի բիզիս, լայքեք։ Մեկը մեկից լավով, ող։ Ցորեն աճուծախ ենք նսպես արել։ Հա, սիրուններս։ Այսպես էլ ապրում ենք։ Դաս ենք անում աղջիկներս։ Леса росла ель. Под елью была ножка, там живет мышка. На ели вороны устроили гнездо. Молодец. Белка прыгнула с сосны. Ага. На ель шустрый зверек спрятался в тупле. Молодец, դե հիմա աստեղ գրի բալս։ Նայեք ինչ ընտիր հացեր ստացվել, շատ համեղ հացեր ստացվել։